Սրանք Ջոնին որդեգրելու անհրաժեշտ փաստաթղթերն են։ Միայն ամուսնուս անձնագիրը չկա, բայց կարծում եմ խնդիր չի, ինքը կմոտեցնի։ Ես պատճենն եմ բերել հիմա։ Շատ բարի, բայց Իսկ մինչև այդ ուզում եմ իմանալ ով էր այն տղամարդը, որ Ջոնի կողքին տեսա դրսում։ երեխայի հայրն է։ Ես դա արդեն Ջոնից լսեցի, բայց չեմ ուզում ընդունել։ Տենց հանկարծ ինչ-որ տեղից պապա հայտնվեց։ Առանց բարկանալու։ Ես չեմ կարող առանց բարկանալու, հույս ունեմ ոչ մի բան չի փոխվել։ Թե արդեն փոխվել է։ Բարև ձեզ, ես Էրիկն եմ, չհասցրեցինք ծանոթանալ, ես Ջոնի հայրն եմ։ Ջոնը եթե հայր ունենար, մանկատանը չէր հայտնվի։ Դուք ոչինչ չգիտեք։ Չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանամ, են ինչ որ գիտեմ ինձ բավարար է, բայց ուզում եմ ասել, որ ես ու ամուսինս պատրաստվում ենք Ջոնին որդեգրենք։ Տեղեկ եմ, բայց ձեզ տեղեկացնեմ, որ դա ձեզ չի հաջողվի։ Դուք եք խանգարելու։ Չեմ խանգարելու, ուղղակի ես իմ երեխային տիրություն կանեմ։ Ես իրան մանկատնից կվերցնեմ ու ես կպահեմ։ Ես չգիտեմ ով եք դուք ու ինչի որոշեցիք հայրություն անել, բայց ձեզ մի հատ խորհուրդ տամ, հեռու մնացեք Ջոնից, գնացեք այնտեղ, որտեղից եկել եք։ Հենրի Ջոնին վտանգ է սպառնում, շուտ արի, ես մանկատան մոտ եմ։ Ես ինչ ամուխաշ է, վայ չուտողին։ Հա, պապջան, ես քնենց լավն է, որ ես տրամադրությամբ համաձայնեցի գալ ուտել։ Քո տրամադրությանդ ինչ է եղել, ցավը տանել։ Ապրուստը ուրախ, պապատ կողքը տա, էլ ինչ ես ուզում։ Աղջիկը դու ամուսինս ունեն չեն անում, որ կյանքի տրամադրությունն ու ուրախությունը զգամ։ Ես լավ որով անամոտներին հիշեիր չէր լինի։ Ատելով վատում եմ երկուսին էլ։ Ոնց ես Բագրատս, տես կապը կտրած աղջիկ կարայի ունենայ, հա? Մինչև հիմա այդ հարցի պատասխանը չեմ կարողանում գտնեմ։ Պապիս կարող է քո աղջիկը չի։ Հա ինչ, կարող է իր աղջկա նման ուրիշ ընտանիք հանգել։ Այդ մեկը հաստատ չէ, ուղղակի մոր կողմին է քաշել։ Իսկ դու ես եմ։ Բա։ Պետքա տեսնեիր ոնց էր աղջիկ եկել մորը պաշտպան կանգնելու։ Լսի կարող է իրար գտնեն խայտարակ լինենք։ Լավ էլի խնդրում եմ, թող հանգիստ հաց ուտեմ։ Ասածս են նա, որ իրա շատ մոտ են կանգնած։ Հանգարց հետո չպարզեն մեր ու աղջիկ են։ Դե որ քո պլանները չխաթարվի։ Ամել իմը, հասկացար։ Ես դեռ շախունցից շատ սպասելիքներ ունեմ։ Շատ իզուր, իմ կարծիքով Միքայել Շախունցը վաղուց ձեռքերը լվացել է։ Հացդ կեր։ Պատրաստ է, հիմա պետքա ուտեք։ Չես քեզ տանջում, ես չեմ ուզում ուտեմ բոլես։ Ես չեմ տանջվում, շատ մեծ սիրով եմ սարքել դրա համար, դուք էլ կուտեք, ես էլ կուրախանամ։ Չեմ կարողանում ուտեմ։ Հացը կուլ չի գնում, ես ոնց հենց առանց իմ երեխեքի մնացի։ Կամ հիմա դուք եք ուտում, կամ ես եմ ձեզ կերակրում։ Ես կբացեմ, դուք հիմա նստեք կերեք, ես կբացեմ կգամ, ու չանհանգստանաք ոչ մի րոպե, որովհետև ես ձեր հետ եմ, ձեզ ոչ ոք չի կարող նեղացնի։
Դու լավ չես, Բեցի։ Անկեղծ եմ ասում, դու լավ չես։ Ինձ կանչում ես, ասում ես երեխեն վտանգի մեջ է, բայց գալիս ասում եմ ստեղ ոչ մի վտանգ չկա։ Ինչ ես խոսում, Հենրի։ Այսինքն քո համար այն վտանգ չի, որ ինչ-որ մեկը հայտնվել է ու ասում է ես Ջոնի պապան եմ։ Չէ, վտանգ չի։ Ու ես ուրախ եմ, որ այդ երեխեն վերջապես հոր կողքին կլինի, թեկուզ ծնողներից մեկը հետը կլինի։ Դու հիմա ինչ ես խոսում։ Մենք էինք պատրաստվում Ջոնին որդեգրել։ Ու քո համար այս ամեն ինչը առիթ է, որ խուսափես հա որդեգրումից։ Սենց թենենց ես հասկացել եմ, որ երեխուն որդեգրել պետք չի։ Որովհետև մենք լիարժեք ընտանիք չենք։ Ու Ջոնը չպետք է մեծանա տենց տեղում։ Գուցե բարին էլ էտա, որ իր հայրը հայտնվել է։ Սուս մնա, Հենրի։ Սուս մնալով չի։ Մենք չպետք է որդեգրենք Ջոնին։ Մեզ էլ իրան էլ չդատապարտենք դժբախտ լինելուն։ Ու ինչ ես առաջարկում։ Բաժանվենք։ Հա, Բեցի։ Մենք պետք է բաժանվենք։ Ու այդ ամենաճիշտ որոշումն է։ Երկուսս էլ դժբախտ ենք։ Չգիտենք իրարից ինչ ենք ուզում, ոնց ենք ուզում, դեպի ուր ենք գնում։ Չգիտենք մեզ ընդհանրապես ինչա պետք։ Մենք մեզ տանջում ենք։ Երկուսս էլ դժբախտ ենք, հա։ Հա։ Ու այդ պարզ իմ ու քո դեմքից երևում է։ Մեր տանը ամեն օր կռիվ է։ Ինչ-որ խնդիրներ են անընդհատ։ Կներես, բայց ես էլ սենց չեմ կարում։ Էլ ուժ չունեմ պայքարելու։ Նստի, ուր ես գնում։ Դու չգիտես հարգանքը ինչ է։ Դու չգիտես սերը ինչ է, դու չգիտես ընտանիքը ինչ է։ Դու այդ ամեն ինչը քո տանը չես տեսել։ Դու մենակ տեսել ես ոնց են մորը տնից դուրս շպրտում, ոնց են երեխուն ձեռքից վերցնում, ոնց են տարիներ առաջ մորը ձեռքից երեխուն վերցրել ու տվել ուրիշին։ Ու 26 տարի այդ ամեն ինչը գաղտնի են պահել։ Դու մենակ տեսել ես ոնց է Պապա երջանկությանդ վրա խաչ քաշում առաջ տանելով իր ամբիցիաները։ Ու ես չգիտեմ ոնց էի մտածում, այդ արժե համակարգ ունեցող մարդուց ինձ սպասեմ, Հենրի։ Դու չգիտես ընտանիքի ինչա, դու զզվելի ես։ Եթե պետք է ասենց շարունակես, ես քեզ չեմ ուզում լսեմ։ Կարաս գնաս։ Ես գնալու եմ, չեմ մնալու։ Որ երազեսել չեմ մնա, ուղղակի ուզում եմ մի բան ասեմ, որ իմ չկատարված երազանքների ու դժբախտությանս մեղավորը մենակ դու ես։ Անսեր մնալուց մեղավորը մենակ դու ես, Հենրի։ Ես գնալու եմ, բայց միշտ հիշացնելու եմ, թե ինչքան նողկալի արարած ես դու։ Ու հա, Աստված ամեն ինչ տեսնում է, իր աչքից ոչ մի բան չի վրիպում, Հենրի։ Ու այդ ժամանակ, երբ որ պատասխան տաս, Անգելինայիդ մեջքի հետևում չես կարողանալու կանգնես, դու շատ զզվելի ես։
Մամ, ինչ ես անում ստեղ։ Ես Աննա Բագրատովնայի հետ խոսելու բան ունեմ։ Սենց կանգնելու եմ, թե կարող եմ ներս անցնել։ Չնայած հարցս ձեզ պետք է ուղղեի, կարող եմ ներս անցնել։ Ես ձեզ հետ խոսելու բան ունեմ։ Շեմին կանգնելու կարիք չկա, Վիկտորիա ջան։ Իհարկե կարող ես ներս գալ։ Համեցեք, նստեք։ Ինչ հյուրասիրում ձեզ, թեյ սուրճ։ Չէ, կարիք չկա։ Ես եկել եմ մեկն միշտ թեման փակելու, որովհետև ոնց հասկանում եմ, այն օրվա մեր խոսակցությունը օգուտ չտվեց։ Մամա, ինչ խոսակցություն, ոչ մի խոսակցության կարիք չկարի դուրս գանք։ Սուս մնա, պետք է խոսեմ։ Վիկտորիա ջան, ճիշտ ասած ես մեր վերջին խոսակցությունից բան չհասկացա, որ հիմա էլ հասկանամ օգուտ տվելա թե չէ։ Չէ, ոնց հասկանում եմ, դուք չեք հասկացել այն օրվա իմ ասածը։ Մի բան հարցնեմ, եթե ձեր աղջիկը գար մեր տուն, ես չէի վերցնի հեռախոսը զանգեի ասեի, գիտեք ինչ Աննա Բագրատովնա, մի անհանգստացեք, ձեր աղջիկը մեր տանն է, գիշերը ուշ է, ամեն ինչ նորմալ է, չէի անի, ձեր կարծիքով։ Վիկտորիա ջան, Ես կասեմ, դուք կգայիք նույնպես ինձ նման կկանգնեիք իմ առջև ու կպահանջեիք, թե ինչու ես չեմ զանգել, ձեզ չեմ զգուշացրել, իսկ դուք այդ ամենը չեք արել, չեք մտածել իմ մասին, որ ես անհանգստանում եմ, որ գիշերվա կեսին իմ աղջիկը չկա։ Հիմա ինձ մի բան է հետաքրքրում, լավ Անգելինան երիտասարդ է, չի հասկանում, իսկ դուք չեք հասկանում։ Մամա, կլինի այս խոսակցությունը ավարտին հասցնենք ու գնանք։ Չէ, չի լինի, ես պետք է խոսեմ։ Մամ, Աննա Բագրատովնան մեղավոր չի, որ ես իրան հյուր եմ եկել։ Մեղավոր չի, բայց պետք է զանգեր, ասեր Վիկտորիա, Անգելինան իմ տանն է, մի անհանգստացի։ Վիկտորիա ջան, իհարկե կներեք, բայց իմ ու ձեր նմանատիպ խոսակցությունները ինձ արդեն սկսել են դուր չգալ։ Ես Անգելինային իմ հարազատ աղջկա նման սիրում եմ ու իմ տանդրները միշտ բաց են իր առաջ։ Ես ուղղակի երեխուն հյուրընկալել եմ ու դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Իսկ ինչ վերաբերում է զանգել զգուշացնելուն, ինձ թվում է ձեզ Անգելինան պետք է զանգեր, ոչ թե ես։ Այ հենց խնդիրը դրանում է, որ դուք իմ աղջկան ձեր աղջկապես եք սիրում։ Տպավորություն եք ստեղծում, որ շատ եք մտածում իր մասին, հոգ եք տանում։ Այ դրանում է խնդիրը։ Մամա, գնանք։ Չէ, չեն գնա, ես պատասխաններին եմ սպասում։ Ես ձեզ շատ համբերատար ու ուշադիր լսեցի, հիմա էլ խնդրում եմ, որ դուք ինձ լսեք։ Ես ընդհանրապես կարիք չունեմ Անգելինային ապացուցելու, որ ձեզնից ավելի ուշադիր ու հոգատար եմ իր հանդեպ։ Ես իմ սեփական աղջիկն ունեմ։ Իմ ուշադրությունն ու հոգատարությունը իրան ուղղված։ Իսկ ինչ վերաբերում է Անգելինային սիրելուն, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Հրեշտակի պես մաքուր է երեխուն ուղղակի հնարավոր չի չսիրել։ Իսկ կլինի ձեր սերը ուղեք դեպի ձեր աղջիկը, իր խնդիրներով ապրեք, իմ աղջկան հանգիստ թողեք, ինքը իմ աղջիկն է, ու ես իրան շատ եմ սիրում, կլինի։ Մամարի գնացինք։ Վիկտորիա ջան, ես իհարկե չեմ պատրաստվում ձեր աղջկան ձեզնից խլել։ Ես ուղղակի իրան շատ սիրում եմ ու վերջ։ Մամա, կարամ հասկանամ ինչ ես անում։ Ինչ որ անում եմ, ճիշտ եմ անում։
Չէ, մամ, սխալվում ես, ճիշտ չես անում, որովհետև այդ մարդուն մեղադրում ես մի բանի մեջ, ինչի հետ ինքը բացարձակ կապ չունի։ Ունի։ Ուղղակի դու փոքր ես, չես հասկանում։ Կյանքում կան մարդիկ, ովքեր սիրում են ուրիշի երեխաներին կյանքի դասեր տալ։ Ես եմ քո մայրը, ու ես ավելի լավ գիտեմ, ինչն է քո համար լավը, ինչն է վատը։ Մամա Աննա Բագրատովնան ինձ կյանքի դասեր չէր տալիս, մենք ընդհանրապես Լավ էլի վերջացրա։ Մենք ընդհանրապես զրուցում ենք, ու հա հնարավոր է զրույցի ընթացքում համ անձնականից ենք խոսել, համ էլ գործից, բայց այդ չի նշանակում, որ ինքն ուզում է քո տեղը զբաղացնի։ Երեխա կունենաս, երևի թե ինձ կհասկանաս։ Չէ, մամ, չեմ հասկանա, որովհետև ես ոչ քո գալու իմաստն եմ հասկանում, ոչ էլ քո պահվածքի։ Քեզ ներսից ինչ-որ բան է տանջում, ու դու կռիվ ես տալիս ինքդ քո հետ։ Դուք ինձնից ինչ-որ բան եք թաքցնում։ Ես ոչ մի բան չեմ թաքցնում։ Թաքցնում ես, մամ, ու ես պարզելու եմ ինչ ես թաքցնում։ Դու անընդհատ ուզում ես ինչ-որ մեկի հետ կռիվ անես, ու հենց Աննա Բագրատովնայի հետ չէ, ուղղակի ինքն է քեզ անընդհատ հանդիպում, իր հետ ես կռիվ անում։ Դե գնա գրկի։ Չհանգած չլացի, մեղկա։ Քեզ մորպես սիրում է։ Գնա։ Մամա, սպասի պայուսակս վերցնեմ գամ։ Ոնց ես։ Իսկ ես ձեզ ինչ-որ բանով կարող եմ օգնել։ Ոչ, շնորհակալ եմ։ Մեր վերջին խոսակցությունը մի քիչ ծանր էր։ Հենրինորա։ Մենք երևի գնանք, չեմ ուզում ձեզ խանգարենք։ Այսքան ինձ երբեք չի խանգարում։ Անընդհատ ասում է, որ Հենրի հետ պիտի գնա ֆուտբոլ խաղալու։ Հենրին երևի ձեր ամուսինն է։ Ջոն, կգնաս այնտեղ խաղալու։ Իսեք ես հասկանում եմ, որ դուք Ջոնի հետ շատ կապված եք։ Շատ։ Լավ, ամեն դեպքում կներեք, ես գնամ։ Նենց տխուր ես, արդեն իմ լացն է գալիս։ Ես տխուր չեմ։ Հենրի, մենք հիմա շատ կարևոր բան ենք անում։ Երեխուն առաջին անգամ հանել ենք, որ ուրախանա, մեզ սիրի։ Դու նենց դեմքով ես, ոնց որ այս իրավիճակից դժգոհ ես։ Կարաս տրամադրությունից չկառավարես։ Աննա Բագրատովնա կներեք էլի։ Ներողություն խնդրելու կարիք չկա, Վալեսի, ես ուղղակի չեմ ուզում, որ դու իմ պատճառով մամայիդ հետ վիճես։ Ես չեմ հասկանում մամայի հետ ինչ է կատարվում, ինքը իրան շատ տարօրինակ է պահում։ Հերինա։ Հա, Հերի։ Ոնց ես։ Ոնց որ միշտ։ Ինչ ա եղել։ Ինչ վատ է, չէ, որ ոնց որ միշտը նշանակում է, որ վատ ենք։ Ուր ես անգել։ Աննա Բագրատովնա ինձ տանը։ Չհասկացա, հիմա ամեն օրը տեղ ես գնալու։ Հերի մի սկսի, հա, հիմա էլ դու։ Հա։ Լավ, հավես չկա անգել։ Գալիս եմ հետևիցդ դուրս արի։ Կարևոր բան կա խոսալու։ Ինչ ա եղել։ Կգամ կխոսանք։ Զգում եմ, որ շատ լարված ես, Հենրի։ Ես ու Բեցին բաժանվեցինք։
Այսինքն Հայրի։ Անգել ես ու Բեցին բաժանվեցինք, դրա այսինքնը ո՞րն է։ Դրա համար ես սենց ագրեսիվ։ Ես գալիս եմ, դուրս արի։ Բան ա եղել։ Հայրին էր ասաց, որ բաժանվել են ինքն ու Բեցին։ Աստվածի մեզ ինչա կատարվում իմ ընտանիքի հետ։ Միքայել ջան, դու լրիվ խելքդ հետ ես տվել։ Ինչի՞։ Այդ տղաորը մի խաղալիք առած գալիս ես դու։ Փոքր ժամանակ քիչ եմ խաղացել, իմ տեղը հանում է։ Հա։ Լսի կուբիկ ռուբիկս չես տեսել։ Հմ։ Կարող է հերինա տարել։ Իմ խաղալիքների աշկում յանշկիս։ Չնայած դու գործի էիր, որտեղից տեսած լինեիր։ Բալես պապան գործի է, չի կարա գաղանդեսիդ։ Բալես պապան չի կարա հետդ ավտոքշի, որտեղ գործի է։ Պապան եկավ, գնակնի, շուտ։ Ձենդ, պապան հոգնած է, գործից է եկել։ Այս լրիվ նոր հոգեբանական բացահայտումներ, հա։ Որտեղ ջարդեք դռները, պատուհանները, քարեք սեմեջները ցավացել է, վեստեղ են աշխատե, այդ դուր լուսամուտի համար, այն ժամանակ, որ պապան գործ էր գնում, դրա համար էր գնում։ Հերիներ։ Չէ, արծդ կատաղած։ Ինչ ես վերես նայում տենց արա։ Ալո, մետ հարստամ քեզ պատասխանի, հա։ Դու միշտ ես մանգամի տեղը, թե ձի ձեռբերով է։ Այ որ գործի չլինեիր, կիմանայիր։ Տղա ջան, որ գործի չլինեի, դու օրը մեջ տուն չէիր փոխի։ Որ գործի չլինեի, ապարանքներ չէիր ունենա։ Ու մեզ էլ հետներդ քաշտ այդտեղից ընդեղ։ Այդ ինչի որոշեցիր, որ իմ գործի լինելու թեման քեզ խանգարում է։ Դե իհարկե արդեն ամեն ինչ ունես, կարելի է բողոքել։ Հələ ճիշտն ասա, էլի պապ, որ գալիս տեսնում էիր քնած եմ։ Գոնե 10 րոպե նստում էիր կողքս։ Այդ տղա ջան, ես որ գալիս էի տուն, տեսնում էի պարկած ես, քնած ես, գլուխս դնում էի բարձին, ճակատս դնում էի ճակատիդ, համբուրում էի ճակատդ, եթե տատիկներն էի համբուրում, դու հասկանում ես, որ իզնից շատ կեզ ոչ մեկ չի սիրել։ Ափսոս, քնած եմ եղել, երևի սխալն իմն է, թե աս այդ ժամինով է քնում։ Ես գնում եմ այստեղ ժողքից։ Հենրին պաշտոնապես հայտարարեց, որ բաժանվում ենք։ Դե դժբախտ էր, չէր կարողանում հետս ապրել։ Մի րոպե, հələ սպասու տենանք, ուր ես գնում, հասկանանք ինչ ա եղել։ Ես ձեզ հետ հասկանալու բան չունեմ, պապաս կգա կխոսեք, մյուս իրերս էլ կտանի։ Yes!
Արա այդ ինչի՞դ վրա ես այդպես ուրախ։ Խոսարա։ Եթե հերին տենց է որոշել, ուրեմն ճիշտ է դա։ Արա դու քո գիժ չեք արա։ Զանգի տղիդ կանչի տուն։ Չէ, դու էլ չզանգես, կարող ես զբաղված ա։ Չխանգար եմ։ Այս ինչ անեմ սրանց հետ Տեր Աստված։ Ինչ կա։ Ոչ մի բան, պրոցում էր։ Սերիկը շատ աղմկոտ են դարձել։ Աշխատել չի լինում։ Ավակ։ Խնդրում եմ ավակ։ Անգելինայի հետ խոսի։ Կպել այդ Աննայից ոգ չի գալիս։ Էլ ինչ որ բան ա եղել։ Գնացել է Աննայի տուն։ Դուք մեր ու աղջիկ որոշել եք ինձ արագ հողին անցնեք, հա։ Ավակ երեխուն ձեռներից ես տանում են։ Ինչ անեմ։ Հանգիստ նստի տեղդ։ Ես ամեն ինչ կանեմ, մի խառի ամեն ինչ իրար։ Մի խանգարի։ Աղջիկդ ասում դու ես անում։ Քեզ եմ ասում աղջիկ դա անում։ Դուք եք հիմար թե ինձ եք հիմարի տեղ դրել։ Գնացել ես ինչ ես ասել։ Այդ էական չի։ Էական է նա, որ Անգելինան ամբողջ օրը Աննա Բագրատովնա ասելով մանա գալիս։ Որ սկանդալներ չսարքես, կարողա չասի։ Գոնե դու սկանդալներից մի խոսա, հա։ Լուրջ եմ ասում, էլ ներվերս չի երիքում։ Բռնեմ Անգելինային ամեն ինչ ասեմ, թող ինքը որոշի։ Չփորձես։ Այսինքն, քեզ ես վիճակը դուր է գալիս։ Չփորձես, երեխուն ինչ որ բան ասես։ Հասկացար։ Վիկա, հանգստացի։ Չփորձես բերանդ բացես ու ինչ որ բան ասես Անգելինային։ Եթե համարձակվես, բերանդ բացես, իմացի ամբողջ կյանքս ատելու եմ քեզ։ Չեմ ներելու։ Լսի հավաքի քեզ։ Ինչ ես խոսում։ Ես իմը ասեցի։ Չհամարձակվես նման բան անես։ Կփոշմանես։ Գիտեմ ինչ ես ուզում լսես։ Եղավ այն ինչ պիտի լիներ։ Արդեն չես էլ ուզում Աննա Բագրատովնայի շենքի բակ գաս։
Ինչ եք դու բեցին բաժանվել։ Պատճառը ամուսնանալուց առաջ էր պարզ։ Այսինքն ես եմ։ Հա։ Բայց ոչ թե նրա համար, որ խանգարել ես մեզ, այլ նրա համար, որ քեզնից բացի ուրիշ ոչ մեկի իմ կողքը չեմ տեսել, ու հերիք եղավ ինչքան ես ինձ տանջեցի, Բեցին իրան, ու առավել ևս դու քեզ։ Էմոցիաների վրա քայլեր ես անելու ու հետո զղջալու ես Հենրի։ Ինչ ես խոսում։ Ինչ զղջալ։ Քանի անգամ պիտի ասեմ, որ հասկանաս, որ քեզնից առանձին չեմ ուզում լինեմ։ Քեզնից հեռու չեմ ապրում, զուտ գոյատևում եմ։ Ու հերիք է անընդհատ ասեք, որ զղջալու ես, սխալ ես, դժբախտացնում ես։ Եթե հիմա այս պահին Բեցին ես չթողնեի, ավելի վատ կլիներ։ Չեմ ուզում մեղքի զգացումով ընտանիք պահեմ։ Մեղավոր եմ, որ հիմա եմ դրա մասին բարձրաձայնում։ Բեցի հետ ես ինձ չկայացած եմ զգում անգել։ Իրա հետ քնել զարթնելով ես ավելի եմ իջնում, ավելի եմ փոքրանում։ Ու այդ չսիրելուց է անգել։ Բեցից չի։ Ես պատրաստ եմ արածներիս ու չարածներիս համար պատասխան տամ, պատրաստ եմ մեղավոր ճանաչվեմ։ Թող երկրագնդի բոլոր քարերը շպրտեն իմ վրա, մենակ թե իմանամ, որ դու ես տանը ինձ սպասում, որ տուն գալուց քայլերս կարագացնեմ, քեզ կգրկեմ ու կհանգստանամ, կտենամ քեզ ու կոգևորվեմ, ու վերջապես ձեռքդ կբռնեմ, որ մեջքս ուղղվի։ Ես չեմ ուզում երջանկություն գողացող լինեմ։ Ուզում եմ այնքան սիրեմ, այնքան սիրով լի լինեմ, որ մենակ նվիրեմ ու պատասխանի չսպասեմ։ Ուզում եմ տխրությանս մասին մենակ դու իմանաս, որովհետև բացի քեզնից ոչ մեկ իմ վերքերը չի բուժում։ Ուզում եմ գամ տուն ու ներկայությունդ զգամ, ոտնաձայներդ լսեմ, հացի հետ ծիծաղ ու տխրություն կիսենք միասին, սեղանի շուրջ նստենք ու վայելենք, այլ ոչ թե անընդհատ կասկածենք։ Ես առանց քեզ չկամ, ամեն ինչ ունեմ բացի քեզնից ու այդ ինձ դժբախտացնում։ Ես ուզում եմ, որ դու իմ նկարագիրը լինես, որ աշխարհը քո սրտի չափով տենամ։ Հա։ Կարող է շատ բան եմ ուզում, բայց ավելի շատ սիրում եմ, ավելի քան ցանկություններս են։ Ու հենց այդ է, որ ես չեմ ամաչում ուզելուց։ Չեմ ամաչում քեզնից, քեզ ավելի շատ սիրելուց։ Հորս ու պապիս մենակությունը տենում ու վախենում։ Լավ, ավելի լավ կլիներ չսիրեի։ Ինչ-որ կետից սկսած, էլ կռիվ չտայի։ Բայց եթե սիրում եմ անգել, մենակ մնալը որն է։ Եթե ինչ-որ մեկին սիրում ես, ինչի այդ մեկը կողքդ պետքա չլինի։ Ոչ մեկի չեմ քննադատում, մարդիկ կան, որ մենակություն են սիրում, բայց ես ուզում եմ իմ մենակությունը քո հետ կիսեմ։ Անգել, այսքան դժբախտ ու մենակ երբեք չեմ եղել։ Ինչ եք բոլորը զարմանում, որ դժբախտացնում ու մենակ եմ թողնում։ Եթե Բեցի հետ ուրիշ ոչ մի բան չեմ զգում, թե մեր հարաբերությունները հետ է, ինչ տամ, ինչ առաջարկեմ։
Ներսումս ուրախության ոչ մի հեներան չգտա Բեցի հետ։ Ու այս ամեն ինչը աբսուրդի ժանրից է։ Բայց անգել, արի ամեն ինչ նորից սկսենք։ Ոչ մեկի չսպասենք։ Ոչ մեկի համաձայնության կարիքը չունենանք։ Էլ կանոնների ու ճշմարտության հետևից չընկնենք, որովհետև երկուսս էլ շատ լավ հասկանում ենք, որ այդ կանոնները իմ ու քո պես սիրողներն են ընդունել իրանք իրանց կյանքի համար։ Արի ես ու դու էլ մերը հորինենք։ Ճշմարտությունը չեն հորինում։ Ինքն է մեզ ստեղծում։ Հորինողները ճշմարտության մասին ոչ մի բան չգիտեն։ Գիտես ինչ եմ երազում։ Երազում ու խնդրում ամենայն։ Որ իմ սիրելն ուրիշի ատելության պատճառը չդառնա։ Հատող քարկոծեն մեզ, բայց մեր հոգու խորքում իմանանք, որ մեր սիրելով չենք դժբախտացնում։ Ցավի դեմ պայքարենք, ոչ թե ցավացնողի։ Ուզում եմ այնքան ճշմարիտ լինենք, որ ճշմարտության դեմ կանգնելուց չվախենանք։ Բայց հասկանում եմ, որ շատ ենք ուշացել։ Ուշ չի, ես ընդունում եմ իմ մեղքը, մեղավոր եմ Բեցի առաջ, բայց եթե ես այդքանը հասկանում եմ, ուրեմն հաստատ ուշ չի անգել։ Ես չեմ փոխել Բեցին 2 շիշ արաղի կամ 2 կոպեկ շահումի, 2 րոպե թմրած մնալու կամ ճշմարտությունը մոռացած կնոջ հետ, ում հետ րոպեական հաճույքից հետո զզվում ես կպնես, զզվում ես, որ ինքը քեզ կպնի։ Ես Բեցին ոչ մի բանի հետ չեմ փոխում, ուղղակի բաց եմ թողնում, ու եթե պետքա պատժվեմ դրա համար, ուրեմն ես պատրաստ եմ անգել։ Անգել, ես քեզ սիրում եմ։ Ես էլ քեզ։ Ասա։